Գիտեք, ես մեր այդ կոմենտները որ կարդում ենք, հա, մեր հանրության մի մասը Նիկոլ Փաշինյանը մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացնում է։ Ժողովուրդ ջան, ես ոչ թե կողմ եմ կամ դեմ եմ։ Ես խոսում եմ նրա մասին, որ մենք չենք կարա դա անենք, եթե ուզում ենք ունենանք պետություն։ Իսկ մենք բոլորս ուզում ենք, չէ՞, պետություն ունենանք։ Մենք ուզում ենք ուժեղ լինենք, մենք ուզում ենք, որ մենք կուշտ լինենք, մեր էկոնոմիկան զարգացած լինի, մենք լավ լինենք, մեր թոշակառուները չմտածեն օրվա փող գնան բուտիլկա շիշ հավքեն, որ գնան հանձնեն, որ տուն պահեն։ Բայց ի վիճակը սա։ Մյուս կոմենտը, որ կարդում ենք, ասում է, դե Սերժ Սարգսյանը մտել է Տամոժնի Սայուզ, ռեֆերենդում գնաց է մի օրում ստորագրել է, իրոք այդպես է եղել, եւ ռեֆերենդում չի անցկացրել։ Դե սենց որ վերցնենք, ինչ ասեմ, Սերժ Սարգսյանը շատ վատ բաներ է արել։ Ինչ այդ նշանակում է նա էլ իրավունք ունի վատ բաներ անի, սա էլ իրավունք ունի անի։ Եվ այն ժամանակ ես հիշում եմ, որ մենք մտանք Տամոժնի Սայուզ, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը ժողովրդի կարծիքը հաշվի չէր արել, ուղղակի սխալ արել, որ ռեֆերենդում չի արել։ Համաձայն եմ դրա հետ։ Բայց ինչ է որ սա չպետք է անի։ Հետո դու ինչի ես օրենք ընդունում։ Տեսեք ինչքան ինչ անգրագիտություն է։ Նա օրենք ընդունել է նրա համար, հասկանալով, որ մեր հանրության մի մասը իրոք ուզում է մտնի Եվրոմիություն։ Օրենք ընդունել է։ Հիմա էլ եկել է հանդիպումների ժամանակ, հեռախոսի խոսակցությունների ժամանակ Մոսկվայի հետ, Եվրոզեսի ղեկավարների հետ, ասում է, դե գիտեք, մենք այդ օրենքը ընդունել ենք, բայց դա չի նշանակում, որ մենք մտնելու ենք Եվրոմիություն։ Փոխենք ընդունել։ Որից եմ ասում, եկեք օրենք ընդունենք, որ մենք հիմնելու ենք Հայաստան լուսնու վրա։ Երևի դա ավելի, դրա հավանականությունը ավելի մեծ է, քան մեր մուտքը դեպի Եվրոմիություն։ Ինչի ենք մենք մեզ խափում, թողելով արկա խնդիրները, թողելով այսօրվա մեր շոշափվող հաջողությունները, որ կարա ավելի զարգանա, մենք ընկել ենք ինչ-որ, չգիտեմ, որ ասում է, լուչше синица в руке, чем журавль в небе։ Ինչի մասին ենք խոսում։ Նորից եմ ասում, ստե սիրել չսիրելու գործ չի, մասին չի խոսքը։ Կողմ կամ ռուսամետ լինել չլինելու մասին չի։ Ով որ հայամետ է, պետք է հասկանա։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխեքի անվտանգությունը ապահով լինի, եթե մենք ուզում ենք, որ մեր էկոնոմիկան զարգանա, եւ մենք պետք է ուրեմն լինենք Եվրոզեսի կազմի մեջ, եւ այո, ստիպված ենք հաշվի առնել Եվրոզեսի քաղաքական ուղղությունները։ Այդքան բան։ Ինչ է, ձեզ թվում է, որ մենք մտանք Եվրոմիության մեջ, մենք այնտեղ նույն վիճակում չենք, ավելի ծանր վիճակում ենք լինելու։ Ստե գոնե մեր հետ խոսում են։ Այնտեղ չեն էլ խոսալու։ Հենա նայեք, Բուլղարիայի ղեկավարի հետ։ Մեկը տեսել է, ինչ որ լուրջ մեկը նստի քննարկի։ Հերիքա, մենք խափենք, կանգնենք ոտքով հողի վրա։ Այս սուտասանից ազատվել է պետք։ Վտանգավոր սուտասան է այս։ Քաչնազարի նման տանում է մեզի դեպի անդունդը։ Նա դրոշ առե ու գնում է։ Պապ թագավորին էլ մեծարում է, ինչ որ պապ թագավորը։ Էլի գնացել է կաթողիկոսի դեմ։ Բայց թե ոնց է վերջացրել, բոլորս գիտենք։